Արցախյան ազգային ազատագրական շարժումը սկսավ 12 փետրվար 1988-ին։ Հադրութի և Ստեփանագերդի մեջ դեղի ունեցան բազմամարդ հանրահավաքներ։ 20 փետրվարին դեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորներու խորհրդի արտագաղթ նիստը, որուն ընթացքին որոշում դրվեցավ թիմել խորհրդային մարմիններուն սկսելու Արցախի խորհրդային Հայաստանի միացման հոլովույթը։ Նույն օրը Երևանի մեջ 100,000-ավոր հայորդիներ արձագանքեցին Ստեփանագերդի պահանջին։ Ազդարարված էր հայոց նորակույն պատմության համազգային զարթոնքի մեկնարկը։ Արցախյան բանջարդիրության երթը հանդիպեցավ թուրքական և ադրբեջանական փարփարոսության։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության ուղղակի քաջալերանքով առաջին օրեն փորձ կատարվեցավ արյան մեջ խեղդել պայքարը։ Սումգայիթի, Քանձակի և Բաքուի մեջ կազմակերպվեցան չարտեր։ Հակառակ ադրբեջանական փարփարոսության Արցախյան ազատագրական պայքարը շարունակվեցավ։ 1 դեկտեմբեր 1989-ին Խորհրդային Հայաստանի Քերակույն խորհուրդը և Արցախի ազգային խորհուրդը միացյալ պատմական որոշում տվին Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, որ հետագային հղում պիտի կատարվեր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին մեջ։ Ադրբեջանի անզիջող գեցվածքը և մնայուն փորձերը արցախահայության արդար պահանջները բռնի ջնջելու պատճառ դարձան, որ Արցախյան ազատագրական պայքարը հետզհետե ստանա զինյալ բնույթ։ 2 սեպտեմբեր 1991-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանային խորհուրդներու միացյալ նիստի ընթացքին որոշում դրվեցավ ընդունելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի սահմաններու մեջ անկախ Արցախի Հանրապետության հռչակագիրը։ Նույն տարվան 10 դեկտեմբերին Արցախի մեջ տեղի ունեցավ համաժողովրդային հանրաքվե, որուն ընթացքին հաստատվեցավ Արցախի Հանրապետության անկախությունը և պատերազմը նոր թափ ստացավ։ Ադրբեջանական ուժերը անցան բռնաճնշումի նոր ալիքիմը։ Պատմական Շուշի քաղաքը վերածվեցավ ադրբեջանական զինվորական թիրքի և հանդիսացավ մայրաքաղաք Ստեփանագերդը թիրախավորելու հիմնական միջոցը։ Բացի անգե ցամաքային գաբեզուրկ Արցախի նորանկախ պետությունը Հայաստանեն ամբողջովին անջատված էր, որում պատճառով մարդուժի, զինամթերքի և թեղորայքի փոխադրությունը չափազանց դժվար էր։ Այս զարգացումը հայկական կողմը դրավ հստակ իրականության առջև։ Շուշիի և Փերծորի ազատագրումը կենսական էին։ Այսպիսով 8 և 9 մայիս 1992-ին հարսանիք լեռներու մեջ գործողության շնորհիվ ազատագրվեցավ Շուշին։ 18 մայիս 1992-ին Փերծորի ազատագրումով Արցախը ցամաքային կապով միացավ Հայաստանի Հանրապետության։ Շուշիի և Փերծորի ազատագրումով սկսավ հայկական շարունակական հաղթանակներու շղթան։ 1993-94-ի մարտերուն հետևանքով Ադրբեջանի գրած տարածքային ծանր գորուստները անոր համար անհեռանկարային դարձուցած էին այլևս պատերազմի շարունակումը։ Մայիս 1994-ին Ռուսիո միջամտությամբ տեղի ունեցան բանակցությունները և ստորագրվեցավ զինադադարի համաձայնագիր, որ բազմիցս խախտեց Ադրբեջան։ Ամենեն մեծածավալ խախտումը եղավ 2016-ի գարնան քարորյա պատերազմին, որ դադրեցավ ռուսական միջամտությամբ։ 27 սեպտեմբեր 2020-ին սկսավ Արցախյան երկրորդ պատերազմը, որ դարձավ հետագա բոլոր բարդություններուն և գորուստներուն սկիզբը։ Ադրբեջան գրավեց Արցախի հարավային մասը, հայկական կողմի մեծագույն գորուստը պատերազմի վերջին օրերուն եղավ Շուշի քաղաքի գրավումը։
9-10 նոյեմբեր 2020-ի լուստող գիշերվան ընթացքին Հայաստանի վարչապետը, Ռուսիա եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին երագոմ անձնադվական եւ բարդվողական հայտարարությունը, ըստ որում բացի հիշյալ գորուստներեն հայկական կողմը կբարդավորվեր հերթապար Ադրբեջանին անցնել նաեւ Ագնայի, Քարվաճարի եւ Քաշաթաղի շրջանները։ Բարդավողականության շղթան սաստկացավ այն օրեն, երբ Փաշինյան հայտարարեց, որ ինք կճանչնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Նախքան Արցախի վերջնական գորուստը 19-20 սեպտեմբեր 2023-ի միօրյա պատերազմով Ադրբեջան այդ դեպքին նախորդող 10 ամիսներուն ամեն ջիկ թափեց ընկճելու Արցախի եւ արցախցիներու հերոսական ոգին։ Շուրջ 10 ամիսներու ծանր շրջափակում է ետք, Ադրբեջան լայնածավալ այսպես կոչված հագաահապեկչական գործողություններու ցերնարգեց։ Ամեն բան տեղի ունեցավ ռուսական խաղաղապահ զորախումբի լուր ներկայության պայմաններու մեջ։ Միօրյա այս պատերազմեն ետք կար այն վախը, որ ադրբեջանական իշխանությունները հաշվեարդարի կենթարկեն Արցախի մեջ մնացած հայերը։ Այս սպառնալիքներու եւ հարգատրանքի մթնոլորտին մեջ սկսավ Արցախահայության զանգվածային բռնակալքը Արցախեն Հայաստանի Հանրապետություն։ 3 հոկտեմբեր 2023-ին հայտնի դարձավ, որ Արցախը ամբողջությամբ հայաթափված է, Արցախի Հանրապետության տարածքեն բռնակալվածներու թիվը կազմած էր 100,617։ Այս ժամանակաշրջանին Ադրբեջանի բռնադիրական իշխանություններու կողմէ տեղի ունեցան նաև Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի ցերպակալությունները։ 2026 փետրվարին Բաքուի զինվորական ադյանին մեջ ավարտեցավ Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարներու եւ 8 քաղաքացիներու դատավարությունը, ահապեկչություն, ռազմական հանցանք եւ ցեղասպանություն մեղադրանքներով։ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները դատապարտվեցան ծմա, իսկ մյուսները 19 տարվան փանդարգության։ Հագարակ ծանր գորուստին եւ դակավին Հայաստանի ներկա իշխանության շարունակվող թավաթիր եւ բարդվողական քայլերու շղթային մեզի համար Արցախի էջը չէ փակված։ Արցախահայությունը կսպասե իր հավաքական արժանապատիվ վերադարձին եւ ինքնորոշման իրավունքի իրականացման։